Ողջույն բարեկամներ, այն մի ժամ կամ մի քիչ ավել այն ժամանակը, որ մենք իրար հետ անցկացնում ենք, դա նույնիսկ չի, որ մենք մանկուց երազել էինք քաղաքականությունը դարձնել մեր կյանքի մի անբաժանելի մասը, չնայած դրա մեջ վատ բան չկա, այլ դա նրանից է, որ մեր մեջ խոսում է երևի քաղաքացիական պարտքի գիտակցությունը եւ ամենակարևորը տվյալ իրավիճակից դուրս գալու եւ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, մտահոգությունները։ Ուրիշ ես չեմ կարծում այստեղ մեզ մեծ հաշվով միավորող բան կա։ Բայց բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ մարդիկ սկսում են հավաքել հակառակորդներ, շատ ժամանակ նույնիսկ թշնամիներ, հենց այն պահից, երբ նրանք ունեն կարծիք։ Դա նորմալ է, ես դրա մեջ ոչ մի արտառոց բան չեմ տեսնում, որովհետև դրա մասին գիտեի։ Գիտեի եւ ես միշտ պատրաստ եմ եղել դրան, որ եթե ուզում ես հանգիստ ապրես, ուրեմն մի խոսա լրիվ քո համար, բայց դա այն ճանապարհն է, որը մեզ բերել է այսօրվա վիճակին։ Իսկ եթե ուզում ես ինչ-որ մի բան շտկես, պատրաստ եղիր քո կարծիքի համար ունենալ նաև հակառակորդներ։ Սա երկու տարբերակ կա հաղթահարելու։ Կամ կարծիքների տարաձայնությունների երբեմն նույնիսկ ոչ adekvat կարծիքների լսելուց կամ մարդ մտնում է իր փականի մեջ, իր կաղապարի մեջ եւ դադարում է լինել այն ինչ որ ինքը որոշել էր, կամ ընդունում է ինչպես որ կա եւ գնում է Բերբարդ Շոուի ասած ճանապարհով, որ ասում է խնդիրները ոչ թե պետք է ստիպեն ձեզ լռել, այլ դրանք դուրս հանել, հա, դուրս հանել մեջից, որ հանկարծ չդառնա դեպրեսիայի պատճառ։ Այսինքն սա միակ Բերնարդ Շոուն չի ասում, սա ասում են բոլոր հոգեբանները, որ եթե խնդիր կա, դրա լուծումը ոչ թե խնդրի բեռի տակ կծկվելն է, սա դարձնելու դեպրեսիա, այլ գործ անելով անցնել առաջ, գործ անելով լուծել խնդիրները։ Որն էլ ինձ ստիպում է, երբ որ ես լսում եմ հակառակարծիքներ, ոչ թե ընկճվել կամ ասել մարդիկ չեն հասկանում, իսկ պարզ բաները հասանելի չի, այլ անցնել առաջ, գուցե նաև սա իմ մոտ մասնագիտական է, ես ոչ մի անգամ չեմ ասել, չի ստացվում, լավ անցանք առաջ, չէ, միշտ գտնում եմ տարբերակներ, լուծումներ, փորձում եմ ամեն դեպքում գտնել, որոնք բերում կամ մոտեցնում են մեզ հանգուցալուծմանը։ Ես քանի որ ի սկզբանե ընտրել եմ բաց եւ առանց պատասխանատվությունից խուսափելու կարծիք հայտնելու պարտականությունը, երբեմն ես ստիպված եմ լինում արձագանքել հարցերին, որոնք այդքան էլ իմ համար հետաքրքրություն չեն ներկայացնում։ Դա ոչ թե ստիպված եմ լինում, ուղղակի ի հարգանս երևույթների, եթե դա հետաքրքրում ասենք մի քանի տասնյակ մարդու, մտածում երևի իմաստ ունի դրա մասին խոսելը։ Ես երբևէ չեմ ափսոսում դրա մասին, որովհետև հասկանում եմ, որ քաղաքականության մեջ միշտ գալու է պահը, երբ որ դու պետքա կարծիք ունենաս կոնկրետ ինչ-որ դեպքի, մարդու կամ չգիտեմ երևույթների մասին։ Դրանից խուսափելը քաղաքականության մեջ կոչվում է խուսանավել, որը իմ ձևը չի, գուցե դա քաղաքականության մեջ նորմալ է, բայց քանի որ ես ինքս չեմ համարում ինձ քաղաքական գործիչ, բոլորին, հա, ես մտածում եմ, որ իմ պարագայում խուսանավելը նույնիսկ դա կարող անկալվի որպես խուսափում կամ վախ, աղքոտություն։ Դրա համար ես բաց եմ եւ արտահայտում եմ այն ինչ որ ես մտածում եմ։ Այն ինչի է դա բերում եւ ինչ հետևանքներ կարող ունենալ եւ ինչ եմ պատրաստվում ավելին ասել, ես ამ մասին ավելի մանրամասն կխոսեմ անպայման այս հաղորդման վերջում, որովհետեւ սա այն հարցն է, որ քանի որ մենք մտնել ենք մի փուլ, որ անպայման այս խոսակցությունները գալու է, անպայման այս սա մասին խոսելու առիթներ լինելու է, ես հիմա հետաձգում եմ այս թեման հաղորդման վերջում։ Իսկ սկսենք հետաքրքիր թեմայից, սա անցած մեր 30 տարիների քաղաքական ոճն է, քաղաքական մտածելակերպը, դավանանքը, հա, կռանալու, գցնելու եւ դրանից հետո հրաժարվելու։ Սա կոնկրետ ես չեմ ուզում հենց սա անձնականացնել, ասենք Սամվել Բաբայանի կամ Պետրոս Ղազարյանի, հա, բաների վրա, սա ընդհանրապես հայկական քաղաքական դասի կարծես թե դավանանքն է եղել եւ ոչ գործիքակազմը, որ բոլորը անկախ նրանից հետո ինչ էին ասելու այդ օրվա ղեկավարի նկատմամբ, դա մի հատ կռացել են
երևի ինձ կասեն, գիտեք, բայց ինչ վատ բան կա շնորհավորելու։ Շնորհավորելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Հասկանում եք, բայց դուք հասկանում եք, որ սա շնորհավորել չի, սա կռանալ է, սա ստրկանալ, այն ինչ որ հատուկ է միջելոց ասիական երկրներին, որտեղ բոլորը պետք է խոնարհվեին խանի առաջ, հա։ Եթե դուք նկատել եք արևմտյան քաղաքակրթության մեջ ոչ մի նախագահի առաջ ոչ մեկ չի խոնարհվում։ Գալիս են, հապա ժպիտով իրար բարևում են, ողջունում են կամ շնորհավորում են գնում։ Սա հայկական չի։ Սա ասիական է։ Ես ոչ մի բան չունեմ ասիական մշակույթի նկատմամբ, բայց ուզում եմ ասեմ, որ սա մերը չի, սա մեզ խորհուրդ է։ Ու ավելի խորհուրդ է, երբ որ ընդունելով այս պոզան խանի նկատմամբ, մեկ էլ այս նույն մարդիկ, խոսքը նորից եմ ասում, չեմ ուզում կոնկրետ անձնականացնեմ Սամվել Բաբայանի եւ Պետրոս Ղազարյանի, ոչ։ Սա ուղղակի համընդհանուր է, սա օրինակի համար։ Երբ որ կոնկրետ բոլոր խաների առաջ կրացածներն ու ծնկացները մեկ էլ մի օր որոշում են բողոքեն խանից։ Նույնը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, նույնը Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժի, Ռոբերտի, բոլորի նկատմամբ ես չեմ հիշում եկը կանգնած լինի արժանապատիվ, հետո արժանապատիվ կանգնածը սկսի քննադատել։ Ասեմ իմ միջելոց հետաքրքիր բան, արժանապատիվ կանգնածները երբեք այդ քննադատության չեն գնում, որովհետև իրենք չեն կռացել։ Այս ծայրաստիճան այս ճամբարափոխությունը դա հենց այս հատկությունն է ստորանալու հետո դավաճանելու, ստորանալու հետո դավաճանելու։ Արժանապատիվ մարդկանց վարվելակերպը քաղաքականության մեջ այլ ձև է։ Նրանք որ չեն կռացել, այդ վրեժի զգացումը իրաց մոտ չկա, որ հետո անպայման պետք է վրեժ լուծեն իրենց կռանալու համար, երբ որ տվյալ խանը այլևս իշխանության չի։ Սա համառոտ, ես ուզում եմ ներկայացնեմ քաղաքական դաշտը, դասական իմաստով հայկական քաղաքական դաշտը։ Սա չի նշանակում, որ բոլոր տեղերում այդպես է, ուղղակի սա այն է ինչ մենք ունենք ու երբ որ հերթը գալիս է ընտրություններին, երբ որ մարդիկ սկսում են ինչ-որ մարդկանց մասին խոսել, անձնական կարծիքը, եթե հիմնավորված չի այս կարգի դետալների վրա, այլ օրվա պորտկումը, կամ ինչ-որ այդ հոդվածը կարդացել, կամ ինչ-որ այդ ֆիլմը նայել իր նկատմամբ մասին, հա, դրանով է պայմանավորված։ Ուրեմն ինքն էլ նույն ձև առանց բացառության սկսելու է ատել նրանից հետո, երբ որ այդ սպասումները չանադարձան։ Միշտեղ բոլոր հիմքերը կար, որ չի կարելի այս մարդուն ուղղակի վստահել, որովհետև ինքը այդ տիպն է, ինքը այդ տիպարն է, որ այսօր պետք է պատրաստ է կռանալու, վաղը դավաճանելու նպատակով։ Եվ մեկ անգամ այդ process-ի մեջով անցած մարդը դա ոչ թե ինչ որ խարան է իր ճակատին, չէ, ինքը բացահայտում է ուղղակի իր մարդկային բնությունը, եւ մարդկային բնությունը մի բան է, որ չի փոխվում մարդու մոտ։ Դա ոնց է մատնահետքը, չի փոխվում։ Բնությունը փոխել նախ չեմ կարծում, որ մարդիկ հետաքրքրված են իրենց սեփական բնությունը փոխել, եթե իհարկե ծայրաստիճան հետևողականորեն չեն աշխատում իրենց բացասական կողմերը շտկելու համար, բայց դրանք շատ բացառիկ մարդիկ են։ Իսկ հիմնականը ոչ մեկ տրամադրված չի բնությունը փոխելու նկատմամբ նախ եւ առաջ, որ ինքը դա մեջ բան չի տեսնում անպայման, երկրորդն էլ դա սոսկալի տաժանակիր աշխատանքը բնությունը փոխել։ Ես պետք է ասեմ, որ ոչ միշտ նաեւ դա հաջողվում։ Հաճելի անակնկալ այսօր ես տեսա ինձ համար, երբ որ Էջմիածինը բողոք է ներկայացրել Հռոմի Պապին այն միջոցառման հետ կապված, որ իրականացվել էր Վատիկանում, որ առանց իրենց տեղեկացնելու էր դա իրականացվել, իրենք մասնակիցը չէին եւ հետեւաբար չէին կարող լինել հակադարձ կարծիքներ։ Ես ճիշտ ասած չգիտեմ Վատիկանը ինքը ինչքանով է պատասխանատու, չնայած լոգիկան ասում է, թե իր մոտ են պատասխան արել, դա պատասխանատու է, եւ ինչքան է շահագրգռված, որ այս կարգի պիրս միջոցառում իրականացվել իր մոտ, ես դա չեմ կարող ասել, ոչ թե նկատմամբ, որ ես մեծագույն վստահություն ունեմ Վատիկանի նկատմամբ, այլ հակառակը, ես չունեմ այդ վստահությունը, բայց պնդել, որ նրանք դիտավորյալ են արել, դա նույնպես չեմ կարող, որովհետեւ ես ուղղակի սովորություն ունեմ իմ բոլոր խոսքերի եւ հայտարարությունների համար ունենալ առնվազն հիմք, որ հետո պատրաստ լինեմ նաև դրա համար պատասխանատվություն կրել։
Մեկը ասի ապացույցներ խնդրեմ ներկայացա, ես վերցնեմ ապացույցները ներկայացնեմ։ Բայց ամեն դեպքում ես անակնկալ եմ եկել լավ իմաստով, որ Էջմիածինը կարողացավ նման արձագանք ցույց տալ։ Ուր էր թե Մայր աթոռը եւ ընդհանրապես Կիլիկիո աթոռը կարողանային հետամուտ լինել եւ այսպիսի հետեւողականորեն ու սկզբունքային լինեին հայկական հարցերի աղավաղողների նկատմամբ անկախ ազգության։ Չէ՞ որ ամենամեծ թշնամին հայկական եկեղեցու, հայկական պատմության եւ հայ իրականության, հայ մշակույթի դա նստած այսօր Երևան քաղաքում Բաղրամյան 26-ով Վարշապետի աթոռում եւ նախագահի աթոռում իրանց ամբողջ աշխատակազմով, հա։ Չէ՞ որ ոչ մեկի համար գաղտնիք չի, որ մենք գործ ունենք մի պիրծ համակարգի մեջ, համակարգի հետ, որոնց նպատակն է առ այսօր ավելի արդեն բացահայտ թշնամական գործիքներով ոչնչացնել մեր պետականությունը։ Բայց դե տեսեք, որ եկեղեցին նույն սկզբունքայնությունն ու վճռականությունը չունի գոնե առայժմ։ Ես չեմ ուզում թեման վերջնականապես փակել, չնայած դրա համար հիմքեր ունեմ, բայց ուզում եմ միշտ մի փոքրիկ ինչ-որ պատուհան բաց թողնել, հա, հույսի պատուհան, որ կարող է մի օր դա էլ իրականանա։ Որտեղ գիտեմ, էլի շատ հետևորդներ հակված են դա տեսնել եւ հայրարքելական եկեղեցու նվիրալ հետևորդներ եւ անպայման կուզենային դա իրականանալ։ Ես չեմ փակում դուռը, խնդրեմ դա լինի այս sense-ով կարձանագրեմ։ Եւ այսպես հիմա արձանագրում ենք, որ ուղղակի թշնամիները նստած են Հայաստանում եւ Մայր աթոռը լռությամբ չնայած իրականացես մի հատ մեծ ժողով, ես ասեցինք հեսա մի հատ կոնդակ ընդունում, զանգերը ղողանջում են եւ հայ ժողովուրդը համայն իր զորությամբ, սպիրկով, ամեն ինչով դուրս է գալիս պիղծերի դեմ, որպեսզի աշկելես ամեն ինչը։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո թե բացում եք հեսա սահմանը դուք էլ ստե միլիարդներ եք աշխատելու, ոգևորված Արաբատը, որ դա հնարավոր է իրականացնել, արդեն հաստատում է եւ հայտարարում է, որ այո, բանը բացվելու է, գնացքը աշխատելու է եւ այն բեռները, որ կանցնեն Ադրբեջանից, ասենք Թուրքիայից դեպի Ադրբեջան այդ տարածքով, նրանք չեն հետազոտվի հայկական վերահսկողական մարմինների կողմից, այսինքն Ադրբեջանը կարող է ամեն ինչ անցկացնել առանց ստուգումով հայկական տարածքով։ Հիմա տեսեք ինչ ասա, որ եթե ոչ դիվերսիա։ Ես ամենապարզ եւ ամենաանմեղ բանն եմ ասում։ Պատկերացեք մի քանի վագոն Ուրան են անցկացնում։ Չգիտեմ, ցանկացած ինչ-որ մի բան է։ Թույն եւ ասենք Սյունիքի ամենակարևոր մասում, որին իրանք ընտրել են, կամ մի քանի մասերում դրանք պայթում են ու լցվում է ամբողջ տարածքով մեկ։ Մենք կարող ենք բացահայտ ասել, որ այս որոշումները դրանք ուղղակի Սյունիքը հանձնելու, Սյունիքը վտանգի տակ դնելու, թուրքական երազանք իրականացնելու բացահայտ փորձեր են։ Ու դեռ այսօր հավատացողներ կան, որ այս վաճառողները Սյունիքը Հայաստան ամեն ինչ վաճառողները պետքա պաշտպանեին 20 թվականին 44 պատերազմի ժամանակ Հայաստանը, Արցախը։ Դեռ մտածողներ կան, որ այս նույն մարդիկ, որոնք իշխանության են 20 թվականին, իրանք պետք է պաշտպանեին են հայտարարությունները հիշում եք, որ վերցրեք ում ձեռը ինչ զենք կա, բան պետք է գնենք հայրենիքը փրկենք եւ այլն եւ այլն։ Դեռ նման բաներին հավատացողներ կան, որի համար շատ ափսոսում եմ, բայց նորից եմ ասում, ամեն մարդ իր եզրակացությունները, իր հայտարարությունները անում է իր ինֆորմացվածության եւ ինտելեկտի հնարավորությունների շրջանակներում։ Եթե իհարկե վարձկան չի, ես վարձկաններին դնում եմ մի կողմ, հա։ Վարձկանները դրանք փողոտ այսօր դու վաղը ինչ ուզում ես խոսան, հա։ Ոնց է այս ճիվարն ասում, փողոտուց սպանի, ինչ։ Ասենք այս նույն բանը ինքը գիտի բանաձև է, հեսա մենք անպայման դրան կանադառնանք։ Ի վերջո, հայ եկեղեցի, հիմա ապրիլի 24-ը դիմացը, եւ սրանք ամեն օր հնարավոր բոլոր ձևերով ասում եմ, որ այս ամեն ինչը պետք է տանք թուրքերին։ Սահմանադրությունից փոխելուց սկսած, ուրացումից վերջացած մինչև տարածքների հանձնումը։ Էլ ինչ պետք է լինի, որ դուք վերադառնաք կամ չվերադառնաք, երբեք չեք եղել, բայց փորձեք դառնալ մի քիչ ազգային, այս պետականությունով մի քիչ հետաքրքրված։ Ես նորից կոչ եմ անում, այնքան ժամանակ կոչ եմ անել, մինչև եկեղեցուց լսեմ այս պատգամը, այս կոչը նույնպես։ Ապրիլի 24-ին բոլոր համայնքները,
միջև այդ պետք է հայտարարություններ տարածեն, որ պահանջում են այս ճիվաղապետության ներկայացուցիչներից իրենց պիղծ ներկայությամբ չպրծել մեր հուշահամալիրները եւ կոչել, անվանակոչել դա պահանջատիրության օր, ինչի դեմ պայքարում է Փաշինյան Նիկոլը։ Եվ դա շատ լավ հիմա առիթ է, որ այս ծրագրով ոգևորված թուրքերը հասկանան, որ Փաշինյան Նիկոլի հայտարարություններից զատ կա այլ կարծիք, եւ որ Փաշինյան Նիկոլը ընդամենը ամիսների կյանք ունի Հայաստանում, ամիսների, որ 7%-անոց ճիվառը, որտեղ համատարած ատելություն է նկատվում, որտեղ գնում է հանդիպումներ ոչ ժողովրդի հետ, այլ ոստիկանների հետ, ինքը նրանք պետք է հասկանան, որ Հայաստանի տարածքով նման իշխանությունը չի կարող ապահովել որևէ բեռի անվտանգ տեղափոխում։ Այդ չեմ ասում շինարարություն, այդ չեմ ասում շինարարություն դրա համար, որովհետև հասկանում եք, չի ինչ է նշանակում տարածքով շինարարություն դնել Զանգեզուրի տարածքով, երկաթգիծ։ Մի բան ասենք, որ կա, Արաքսիափով իրենք կարող են տեղափոխել։ Ոչ մի խնդիր այնտեղ չունեն։ Այդ երկաթգիծը կա, Պարսկաստանի տարածքով կարա գնա։ Նախիջևանով, Պարսկաստանով, դա դեպի Ադրբեջան։ Ցավոք արդեն դեպի Ադրբեջան, իսկ ժամանակին դա Արցախն էր։ Էլի ալիներու։ Եվ այսպես թուրքերին էլ եմ ես ուզում ասել, մի քիչ խելքի եկեք, չնայած ինձ թվում է նրանք այդքան ապուշ չեն, ոչ հասկանան, որ Փաշինյան Նիկոլն ու Արարատ այսօր ինչ էլ խոստանան, դա մենակ մի բանի համար է խոստանում։ Մենք կանենք ամեն ինչ, մենակ մեզ նշանակեք այդ երկրի ղեկավար եւս մի քանի տարի, հույս ունենալով, որ ռուս-թուրքական դաշինքը 26 թվականին իրենց կապահովի երազած քվեն, որպեսզի իրենք իրականացնեն Հայաստանի վերացումը հիմնովին, բայց հիմա նորից եմ ասում 110-րդ տարելիցն է ցեղասպանության եւ ամբողջ Հայաստան հայ համայնքները անհատական մակարդակի կազմակերպությունների մակարդակի վրա պարտավոր են ուղակի նախ ապրիլի 24-ը հայտարարել պահանջատիրության օր, երկրորդն էլ պահանջել, որ ճիվաղապետության ներկայացուցիչները իրենց պիղծ ներկայությամբ չպրծեն հուշահամալիրները, որոնք ասոցացվում են ցեղասպանության հետ։ Դա կլինի ուղիղ եւ անկեղծ պատասխան Արաբատ Միրզոյանի եւ իր թուրք տերերին, ոչ չգիտեմ այդ ճիվաղները ձեզ ինչ են խոստացել, մենք դա չենք պատրաստվում անել։ Ասենք առաջ։ Ես ուղղակի հիշացնեմ էլես։ Երկու եղբայր, երկու հրեշտակ, երկու ճերմակ դագաղ։ Մասիսում երկնային արքայություն են ճանապարհում Արցախից Արնախբյուր գյուղում ադրբեջանական վայրագությանը զոհ դարձած երեխաներին։ Եթե Հայաստանում կարող մեկը, որ ի վիճակի է ամեն ինչը մոռանա եւ շարունակի իր գործունեությամբ ծառայել Փաշինյան Նիկոլին, ուրեմն նա չասեմ ապրելու իրավունք չունի, հա, նախ մարդ կոչվելու իրավունք չունի, սա ուղղակի ասես բաց տեքստով ուղղում են բոլոր ուժայիներին, որ այս սրա պատասխանատուն դուք եք, եւ սա մոռանալ, սա թողել իրականանա եւս մի քանի անգամ, դուք մարդ կոչվելու իրավունք չունեք։ Ես չեմ ուզում ասեմ այն բաները, որ հասնում ա ձեզ, որ երևի չասեմ ամեն դեպքում, հա, բայց սա կարող է ամեն մեկի հետ լինել, նաև ձեր հետ, ու չի բացառվում, որ լինի։ Երեք հիշում եք, չէ, գայլերի ոչխարների պատմությունը, որ պատմում էի, որ գայլերն առաջարկում են ոչխարներին, որ խաղաղության համար իրենց խանգարում են շները, իրենց պահապան շները։ Հիմա դուք որոշեք, այդ խաղի մեջ դուք որտեղ եք։ Հիմա գայլերը Նիկոլի ձեռով առաջարկում են ոչխարներին հանենք շներին, որ խաղաղություն լինի, որ այս տեսարանը անպակաս լինի հայկական ընտանիքներից։ Բոլոր ուժայինները այդտեղ չգիտեմ ինչ գույնի բերետա քաշած ձեր գլխին, ինչ համազգեստ ունեք, զինվորական եք, ոստիկան եք, ԱԱՑ եք, ՊՊՑ եք, ինչ զիբիլ եք, դա բացարձակապես չի փոխում։ Սա ձեր վրով է, սա ձեր վզով է։ Ու դուք ձեր գործունեությամբ ամեն ինչ անում եք, որ սա դառնա հասանելի Հայաստանում եւս չեմ ուզում ասեմ քանի ընտանիքի։ Ու երբեք չմտածեք, որ կարող է դուք լինեք բացառություն։ Սա Թուրքի ծրագիրն է, սա Թուրքի ձեռագիրն է, սա Թուրքի նպատակն է։ Ու ցանկացած մեկ այսօր Փաշինյան Նիկոլ հետ որ գործ ունի,
որ աշխատում է Փաշինյան Նիկոլի համար, էական չի որտեղ աշխատում է, թաքնված ազատության հրապարակում աշխատում, մի մեզիայի ինչ որ թիկունքում աշխատում, մտածեք իր քարոշչության մարդկանց մոլորեցնելով եւ շեղելով, ես ո ձեզ բոլորին գիտեմ ու դուք էլ լավ գիտեք, որ ես ձեզ բոլորին գիտեմ, բայց անկախ նրանից, եթե նույնիսկ այնքան քողարկված եք, որ ձեր մասին ոչ մեկ չգիտի, դուք ապահովում եք սրա իրականացումը, սրա massայականացումը։ Լսենք այս տականքին։ Mēs asmeni ջրի պրոբլեմ կա, կառավարություն է, սարավար, չապետ ու հետ։ Ժեստիկուլացիաները նայեցիք։ Ինքը դժգոհ է, որ են ասում են ջրի պրոբլեմ կա ու հայոյում են վարչապետին եւ կառավարությանը։ Դուք Ուսանց ինչ եք ուզում։ Սրան հավատացողներ լուրջ մտածում են, որ իր կողմից կարելի է երաշխիք ստանալ, իր ծրագրերը իրականացնելուց հետո ապրել, այն, որ իր համար աշխատում են, նույնիսկ եմ ասում, իրանից փող են ստանում, իրան գովալու, չհայոյելու, չխանգարելու, աջակցելու, թաքուն աջակցելու, մարդկանց մոլորեցնելու։ Դուք բոլորդ նույնն եք, դուք բոլորդ աշխատում եք իրանց համար։ Դուք լուրջ մտածում եք, որ սա ձեզ փրկելու է, Մարդ, որի նպատակը ամեն գնով իշխանության մնալն է ու դա նաև լինելու է ձեր հաշվին, ձեր ընտանիքների հաշվին, ձեր ընտանիքների կյանքերի հաշվին։ Դուք լուրջ սրա հետ հույսեր եք կապել, մարդ, որ միջի չի հասկացել, որ այո, ջրի խնդիրներ է իր խնդիրը, բա այդ տավարի ծնունդ, բա կառավարությունը ինչի համար է։ Բա կառավարությունը ինչի համար է։ Այս մարդը ասում է պատասխան թույլ տա ներողություն արտահայտությանս։ Ես չգիտեմ որ ումա ծառայում, ինչ անում, բայց ինքը անասուն է բարիզմոնի իմաստով։ Ոչ մի նորմալ մարդ անվտանգ չի զգում, աննորմալներից ենք խոսում ընկերոջս հետ։ Այդպես աննորմալ մարդիկ մեր շարքերում են կան, իմ ընկերների շարքերում են կան, որ Նիկոլ են բղավում, բայց այդ Նիկոլը ով է, ինչ է, որտեղ ում շունն է, ոչ ոք չի ասում։ Ինքը պորնիկ է ներողություն արտահայտությանս։ Առանց ներողության։ Ով միջև չի հասկացել, ուրեմն խնդիրը իր մեջ է։ Ուրեմն կամ ինքը ուղղակի իր մտավոր կարողությամբ դա ունակ չի հասկանալու, որը ոչ մի ձևով չի թեթևացնում իր մեղքը, ոչ մի ձևով չի թեթևացնում, իսկ նրանք ովքեր հասկանալով են սա անում։ Խնդրեմ քաղաքացիների գնահատականը, սա վերաբերվում է նաև այդ թուրք իրատերերին, հիշեք, այդ ժողովուրդը կա, այդ ժողովուրդը ապրում է, ու ինքը գիտի ով է Փաշինյան Նիկոլը, ինչ է նա իրականացնում, եւ դուք ոչ մի շանս չունեք, եթե նույնիսկ 100 Նիկոլ Փաշինյանը ծնեք, դուք կարող եք ամենաշատ ասում, հայ իր ձեռքով հայ սպանել, բայց դուք չեք կարող իրականացնել այն ինչ որ դուք ուզում եք, որովհետեւ ինչքան դուք սեղմում եք, ներսից ատելություն այնքան աճում է։ Ու հնարավոր չի, բնության օրենքների համաձայն եմ ասում, հնարավոր չի, որ այս սեղմաբացության եւ լարվածության արդյունքում մի նոր բան չծնվի։ Ծնվելու է այդ նորը, ինչքան ուզում եք մարդկանց մոլորեցրեք, ինչ ուզում եք խայտառակ բաներ արեք, մեկը ծնվելու է նորը, որովհետեւ ուղղակի չի կարող ոչ ծնվի, չի կարող չծնվել ուղղակի, դա հակասում է բնության օրենքներին։ Այսօր մի հատ sense բան կա նկարտալացած նայեք։ Սա մեր մարզիկն է հաղթելուց հետո գսկում է իր հակառակորդին վրացին, սա գիտեք, սա մեծագույն ժեստ է, որ հատուկ է մեծ մարդկանց միայն, որոնք հաղթելու մեջ չեն պատկերացնում մարդու ոչնչացնելը, հաղթում են ուղղակի արդյունք արձանագրելու համար, բայց դա մեջ չի մտնում մարդուն ուղղակի ոչնչացնելը, հակառակ այդ նույն մարդը կարող է նաև դիմացինի սփոփելու համար նաև գրքի ասել։ Հավեր, ման չկա։ Սա գիտեք ինչի համար եմ ցույց տալի, որովհետև մեր ժողովուրդը շատ հաճախ մոռանում է, որ նախ եւ առաջ պետքա մարդ լինել, եթե նույնիսկ դիմացինի դու հաղթել ես ինչ-որ մի բանով, դու որ կարողացել ես ինչ-որ մի բանով նեղացնել։ Ու մենք այս տեսակն ենք,
ու մենք Նիկոլ տեսակը չենք։ Ամենակարևորը դա են մոռանում։ Ես որ կարդում եմ մեկ-մեկ, հա, գրագրություն ասում եմ, քանի հոգի է հիշում տեսնես, որ առաջնային միսիան մարդ մնալն է։ Մարդ մնալն է, ոչ թե ատելով մարդ մնալ։ Իսկ մեզ բերում են հենց դրան են բերում, որ մեր մոտ այնքան աճի ատելությունը, որ մենք մոռանանք ամենակարևորի մասին, մարդ լինելու մասին։ Իսկ դա բերում է մյուս ծայրահեղությանը։ Մեզ Նիկոլ Փաշինյանի օրինակով բերել են, հասցրել են այնտեղ, որ մենք կորցնենք իրական մեր միսիան։ Մեր միսիան ոչ թե Նիկոլին ինչքան ուզում ենք ատելն է, որտեղ դա բերել է ուրիշ հետևանքներ, այլ մարդ մնալը, հասկանալ, որ սա չարիք է, սրան նեյտրալիզացնել է պետք։ Բայց դա ոչ թե դրա համար, որ մենք ատում ենք, որտեղ երբ որ մենք սկսում ենք այդքան ատել, մեր դրա հետ դիմացը ընտրում ենք ուրիշ Նիկոլ, ոնց որ այդ ատելությունը Սերժից հետո բերեց Նիկոլի ընտրությանը, ու ոչ մեկ չէր ուզում հասկանալ, որ այս ատելության արդյունքում ընտրված այս ճիվաղը նույնքան սոսկալի ճիվաղ է, ու այդ կուտակված ատելությունը երկար ժամանակ մարդկանց ստիպում էր հավատալ հենց իրանց մեջ։ Ու իրենք ճիշտ ընտրություն են արել։ Չտեսնելով, հրաժարվելով տեսնել, սա ինչ է անում։ Ասում եք, սա ոչ թե Նիկոլին սիրելուց էր, դա Սերժիկին ատելուց էր։ Այ ես չեմ ուզում մենք հասնենք այդտեղ, եւ եթե նույնիսկ հասել ենք, մի հատ հետ գանք, ասենք մենք այս հոգեվիճակով մենք չենք կարող մարդ ընտրել, որովհետեւ եթե մենք ատելության վրա մեկին ընտրում ենք, մենք այդ ընտրածի հրաժարվում ենք տեսնել ով է ինքը իրականում։ Իսկ սատանան հազար դեմքով է գալիս մեզ ընդառաջ։ Այս սա մասին վերջում խոսել եմ։ Ես չեմ ուզում իմ ասարաշատ կենտրոնանամ, բայց այս ժեստը ես ինչի ցույց տվեցի, որ մենք հիշենք, որ մեծ ժողովուրդ ենք, ու այս ժեստը հատուկ է միայն մեծ ժողովուրդներին։ Հա, իսկ այն փոքր ժողովուրդները անկացին խփում են, դանակը հալում են, վիզն են կտրում, այ ինչ որ թուրքերն են անում։ Նա գնանք առաջ։ Ես անպայման վերջում անդրադառնեմ դրան։ Փոքր ժողովուրդ ասեցինք, հիշեցին։ Հաջորդը սա է։ Սա նույնը, սա այնա, ինչ բաները։ Սա նույն իրականությունն է։ Նույն երկրի ձեռքն է։ Սա ռուս-թուրքական մշակույթն է, որ կարող է եկեղեցի ռմբակոծի, երբ որ գիտի մարդիկ այսօր գնացել են պատատակին։ Մարդը գնացել է Աստծուն ու ռմբակոծվում է այնտեղ։ Այդ սուրբ օրը, Կիրակի օրը։ Այն մարդիկ, որոնք ատում են Նիկոլին, բայց նորմալ են ընդունում սրանք, իրանք նույնքան Նիկոլ են։ Հասկանում եք, Նիկոլին ատելը դա ինդուլգենցիա չի։ Այն որ իմ ընկերներից մեկը կարծեմ լավ գրել էր, ասեմ ոնց որ Լիլիթն էր Բլեյան, որ ավելի շատ կան Նիկոլին ատողներ, քան իրականում հասկացողներ, հա, ինչա պետք անել եւ ինչն է սխալ։ Նիկոլի նկատմամբ ատելությունը դա դեռ ինձ հետ համախոհ լինել չի, կամ ասենք իմ նման մարդկանց հետ, որովհետև մեզ չի կարող միացնել, միավորել ատելություն ինչ-որ մի մարդու նկատմամբ, ինչ-որ մի բանի նկատմամբ։ Դա կարող է մի կողմի, այդ հակառակ կողմի վրա դնի, բայց դա միավորող բան չի, որովհետև ես ասեցի, ատելությունը ծնում է ուրիշ Նիկոլ ընտրության մեջ։ Եվ քո այս ծնած Նիկոլին դու հրաժարվում ես տեսնես ով է նա, արժանի էր նա, արժանի չէ, սխալվել ես, չէ սխալվել, ու դրա արդյունքում ունում ենք 7 տարվա այս կարգի կոտորած։ Այ հիմա ես նույնս եմ ասում, մեր ընկերներից ոչ եմ չափազանցնում, ինչքան մարդ է, հանգիստ նայում ես ամեն ինչին, ինչ է եղել, որ նորմալ է։ Նորմալ է։ Գիտեք, նորմալ չի։ Նորմալ չի ու շատ վատ է, որ կրկնակի ստանդարտները կոնկրետ կարող են տեղ ունենալ մեր կյանքում այս աստիճան, առանց հասկանալու, որ ախր չէ, որ այս նույն բանը մեր հետ էին անում ընդամենը մի քանի տարի առաջ։ Եվ հələ չի բացառում, որ էլի անեն։
Չէ որ հետո մենք էինք բողոքում ամբողջ աշխարհից, բա ինչու ռեակցիա չեն տալի, ինչու սենց չէ որ մենք հիմա նույնն ենք անում։ Հուսով եմ դրանց քանակը շատ չի։ Եթե շատ չի, նշանակում է մենք հասկանում ենք առնվազն մենք ում հետ գործ ունենք եւ ովքեր են զբաղվում այսօր մեր խնդրով։ Այսինքն այս ռուս-թուրքական գործիքակազմը մեր ճակատագիրն է որոշում 30 տարի արդեն եւ հիմա էլ իր տարբեր գործիքների ձեռքերով մտածա մեր իրականություն, բայց իրենք իրաց բնույթով երկուսն են նույնն են, աննախում, ալնաժբու, մարդու կյանքի վրա թքած ունեցող իրենց նույնիսկ սա պետական շահ չէ, Ռուսաստանի համար պետական շահ չի ուկրաինացի սպանելը, բացարձակապես Ռուսաստանի համար պետական շահ էր Ռուսաստանը զարգացնելը, նույնը թուրքերի համար, Թուրքիան զարգացնելը, Ադրբեջանի համար Ադրբեջանի զարգացնելը, բայց սրա համար սրանք իրենց պետական շահը այդպես չեն տեսնում, որտեղ իրենց համար պետությունը իրանք են, Ռուսաստանը Պուտինն է, Էրդողանը Թուրքիան է, Ալիևն էլ Ադրբեջանը, իրենց բնույթն է, սա որ դուրս է գալիս այդ ձևերով, եւ այդ բնույթը այսօր ղեկավարում է Հայաստանում քաղաքական կյանքը, իսկ մենք ինչ ենք անում այդ ընթացքում, այդ մասին խոսալու եմ հետո, սա նայեք, Իլինոյսի նահանգներից մեկն է, ղեկավարն է, պարզ ասել ով է Թրամփը, պարզ, Թրամփն ու Մասկը, իդիոտներ են, ինչի, որովհետև ասում միայն իդիոտներ ասում կարող են վերացնել անվտանգության այդ մարմինները, որոնք կարող էին կանխարգելել, որոնք պատասխանատու էին այդ ծայրահեղ իրավիճակները շտկելու, արագ արձագանքելու համար, որոնք կարող էին առողջապահության եւ disability, ինվալիդ երեխաների համար կրթության ֆոնդերը կրճատել եւ այսպես մաքուր ջրի նկատմամբ այդ վերահսկող մարմինները, կառույցները կրճատել, հանել։ Սա գիտեք ինչ եմ բերում։ Սա նահանգներից մեկի ղեկավարն է ասում երկրի պրեզիդենտի մասին։ Մեկը կասում է, ինչ լկտիություն է։ Չէ, սա լկտիություն չի։ Ինքը ուղղակի իր երկրի իր նահանգի պատասխանատուն է եւ այնքան ինքնուրույն է ըստ սահմանադրության, որ Թրամփը իր համար ոչ մի բան չի կարող անել, իրան ընտրել է իր ժողովուրդը։ Ինչպես ասենք, ցանկացած ժամանակ կարող է վերցնի անկախանա։ Եվ այս կարգի մարդիկ են, որ կարողանում են, եւ այս կարգի համակարգն է, որ կարողանում է այս մուտանտներին, որ հասնում են նախագահական աթոռներին, խաբելով stop file հասկացնել, որ դու ինչքան ուզում ես տեղ քեզ լավ զգա, մեկը մենք գիտենք ով ես դու ոչ մի բան չես կարող իրականում մեծ հաշվով անել, որովհետև քո իրավունքներն էլ է սահմանափակված եւ մենք դրա մասին գիտենք եւ մենք վերաբերմունք ունենք, ամենակարևորը ստեղ այս ամբողջ խոսակցության իմաստը վերաբերմունքն է, այն որ ես ամեն օր խոսում եմ, եթե մենք վերաբերմունք չունենք, տեսեք խուսափում ենք ասել, որովհետև թշնամիներ ենք ձեռք բերելու, խուսափում ենք ասել, որովհետև հանկարծ կարող է մեզ լավ ճիշտ չհասկանան, այս խուսափողականությունը մեր մոտ բերում է այս վիճակին, իսկ Իլինոյսի ղեկավարը ինքը չի խուսափում վերաբերմունք ունենալ ու ասում է ինչի համար, ու հիմնավորում է երկու հոգու նկատմամբ, որ ղեկավարում են ամբողջ Ամերիկան, առայժմ ցավոք սրտի։ Դրա համար Ամերիկան ինքը իշխանում է սա վնաստա, ինքը անպայման վնաս տալու է եւ տվել է արդեն։ Բայց հենց այս համակարգի եւ այս վերաբերմունքի շնորհիվ է, որ ինքը միշտ մնալու է։ Որովհետեւ այս կարգի պաշտոնի մարդը ինքը չի խուսափում կարծիք ունենալու։ Հիմա բերգանք Հայաստան։ Եթե մենք այս հստակությամբ, այս պատասխանատվությամբ առանց վախենալու, որ մեզ կարող է թշնամիներ ձեռք բերենք, մեր ընտրությունն է, կամ թշնամի ենք ձեռք բերում, բայց ինչ-որ մի բան փրկում ենք, կամ մնում ենք լավամարդ, գրողը տանի այդ բառակապակցությունը այդ լավամարդ, կամ մնում ենք լավամարդ եւ թողում ենք ով ինչ ուզենա, ով ինչ ուզենա անի։ Դրա համար էլ Ամերիկան Ամերիկա է, Հայաստան։ Դրանից չի որ հայ ժողովուրդը քիչ տաղանդավոր է, քան ամերիկացին, բացարձակապես։ Ընդ նույնիսկ համեմատելու եզրեր չկա։ Չեմ ուզում վիրավորեմ ամերիկացիներին, բայց նույնիսկ համեմատելու եզրեր չկան։ Հարցը ուրիշ տեղ է։ Հարցը նա է, որ այստեղ ինքը հասկանում է, որ ինքը քաղաքական պաշտոն ունի, պարտավոր է նաև ունենալ ուղիղ մոտեցում։ Ու վերևից է այս ամեն ինչը գալի նաև։ Ներքևից վերև, վերևից ներքև։
Ժամանակ իրաց մոտ օրինակ չկա լավամարդ լինելու բան, կուլտուրա, մշակույթ, նույնիսկ այդ բառակապակցությունը դու չես կարող թարգմանել, չի թարգմանվում անգլերեն։ Սա այն Իսրայելն է, Իսրայելը ոչնչացրել է Գազայում գործող միակ հիվանդանոցը, միակ հիվանդանոցը։ Ես էլ շատ էի նման միամիտ, այդպես էլ խոստովանում եմ։ Միշտ մտածել եմ, որ ամեն դեպքում չի կարող այսքան անկանոն եւ անկարգ լինի աշխարհը։ Հա որ կա միջազգային օրենքներ, կա, ասենք, հիվանդանոցները չռմբակոծելու հետ կապված, բայց երբ որ ես տեսա 20 թվականին Արցախի ռմբակոծումը հիվանդանոցի վրա ու շատ թույլ արձագանքը դա ես ասեցի աշխարհ ինքսի մեջ։ Եթե դու հանդուրժեցիր Արցախի հիվանդանոցի ռմբակոծումը, ես քո հիվանդանոցներն են ռմբակոծելու։ Եկավ, այդ օրը հասավ։ Հիմա ասեմ ավելին։ Սա չէր կարող լինել, եթե չլիներ Արցախի ռմբակոծումը հիվանդանոցի, հետո Ուկրաինայի հիվանդանոցների ռմբակոծումը անպատիժ։ Հիմա Գազայի, եւ սա շարունակվելու է։ Ով կարող է մեղադրի հիմա արաբներին, եթե վաղը ինչ-որ մի հատ երկրով, մի հատ ինչ-որ ոչ մի բանով կապ չունեցող այդ երկրի հիվանդանոցի Իսրայելի հետ, բայց ասենք լինի իսրայելական, որտեղ օրինակ Նյու Յորքում Mount Sinai-ը, Սիոնի լեռը, հա, հիվանդանոց կա։ Մեծ օրինակի համար եմ ասում, հենց հրեական հիվանդանոց է։ Վաղ այս կարգի մի հատ ակտ լինի այնտեղ։ Ես պետք է զարմանամ։ Ես չեմ զարմանա, ես կապսոսամ այն մարդկանց, որոնք տուժում են այնտեղ։ Բայց խայտարակությունն է, որ արդյունքում տուժում են մարդիկ, որոնք այս հրամանները չեն տվել։ Որոնք կապ չունեն այս ամեն ինչի հետ։ Չէ՞ որ այսօր մահացան այդ հիվանդանոցում մարդիկ, որոնք հիվանդանոցում էին ուղղակի։ Եվ ամբողջ օրը սպասեցի, որ մի արձագանք կլինի Թրամփի ադմինիստրացիայի կողմից։ Եթե վաղը հիմա արաբները ուղղակի հավաքվեն ամբողջ Ամերիկայի ու Միացյալ Նահանգների մեջ ու ասեն ընկեր Թրամփ, փաստորեն դու մեր փողերը օգտագործեցիր, որ մեր հիվանդանոցը ռմբակոծես, որտեղ Իսրայելին ռազմական օգնություն տալիս ենք մենք։ Ինչ կլինի։ Կլինի արտալ երևի, բայց հետո Ռուբիոն կասի ոնց թե ես քեզ բան եմ տվել, ուսանողական վիզա եմ տվել, որ դու գաս տեղի մոտ բանը միտինգ անես, թե սովորես։ Հետո կասեն չէ, դու իրավունք չունեիր միտինգ անելու։ Այդ էական չի ես ընդ ռմբակոծում եմ հիվանդանոց թե չէ, բայց դու իրավունք չունես կարծիք ունենալու, խոսք ունենալու։ Ու սա հնչում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի երկրում, բայց դա կողքը կա Իլինոյսի նահանգապետ, որ ուղիղ ասում է իրան կողմ։ Երկու ծայրահեղությունների կռիվը, գիտեք, հույսս ինչն է, որ այդ կռիվը կա, եթե այդ կռիվը չլիներ Ռուբիո, Մասկ եւ Թրամփ, իսկ կհամարեի, որ թեման փակված է։ Տեսեք, այս այլանդակությունը կա, բայց կա կարծիք, կա վերաբերվում, կա դեռ հակազդեցություն։ Հայաստանի իրականության մեջ այդ այլանդակությունը կա, բայց չկա կարծիք, չկա հակազդեցություն, չկա գործողություն եւ ամենակարևորը։ Գործողությունը գիտեք ո՞րն է, միտինգը չի, երթը չի։ Գործողությունը ամենօրյա գործողությունն է։ Ամեն օր, հիշում եք, երբ որ առաջ մեկին արտահայտեցին, որ խնձորը շպրտել։ Ես կարող եմ ասել 7 տարվա մեջ, գոնե 5 տարվա մեջ պատերազմից հետո քանի դեպք ա եղել։ 2 միկին հովանոցն է շպրտել, մեկն էլ խնձորը։ Մարդը տանի այսքան հազարներով մարդ սպանի, ընդամենը 2 դեպք, այն էլ մեկը խնձոր, մեկը ձեռքի հովանոցը։ Վերաբերմունք չկա։ Այ որ ասում վերաբերմունք, խոսքը սա մասին է։ Հայաստանում Հանրապետությունում միտինգներով եւ երթերով ոչինչ չի փոխվել, բացի նրանից, երբ որ դա կազմակերպված ա եղել հենց իրենց կողմից, ինչպես 18 թվականի տեղափոխությունները։ Չի փոխվել։ Բայց սա մասին ուզում եմ վերջում խոսամ։ Չկա հակազդեցություն կունենաք սա։ Սա Գերմանիայում է։
Սա Գերմանիայի հիմա ես ասում եմ, այսօր այդ ռմբակոծությունից հետո հիվանդանոցի դուք պատկերացնում եք, սրանք եթե որոշեն ինչ-որ մի բան անել։ Մեկը կարող է մեղադրի իրանց, ես չեմ մեղադրի։ Սրանք եթե հիմա ավիրեն դեմներ իշխան եւ ասեն դուք չկանգնեցեցիք կոտորածը իմ երկրում, հա, Պալեստինա, չգիտեմ, իրանք բոլորը նույնն են, ես նույնն համարում։ Եվ մյուս կողմը վերցնենք, այս նույն բանդիտներն ավիրում են Արցախը, իրանց ընդեղ ոչ մեկ չկանգնացրեց։ Ոչ մեկ չկանգնացրեց, այսօր հիմա կավիրեն Գերմանիան, կավիրեն Ֆրանսիան, այս պատճառը հետևանքային տրիվիալ, պարզ, բնական օրենքների առհամարումը երկրների կողմից, մարդկանց կողմից, կազմակերպությունների կողմից միշտ բերում է սոսկալի հետևանքներ։ Տեսեք, երկու կողմի մի դեպքում արաբներն են տուժածները, մի դեպքում հենց մեղավորն էին, չէ՞ արաբները։ Բայց սա պետք է կանգնեցնել ինչ-որ ձևով։ Եթե թողես այս ամեն ինչը շարունակվի, մենք ունենում ենք աշխարհում քաոս, ու այդ ամեն ինչը առաջին հերթին խփում է նաև մեր երկրին, առաջին հերթին է մեր երկրին խփում։ Եվ ես վստահ եմ, որ այս ամեն ինչը չէր լինի, եթե ի սկզբանե Հայաստանում թույլ չտային կատարվել այն ինչ որ կատարվեց, որովհետև դրանից հետո միայն եղավ Ուկրաինայի պատերազմը, Արցախի դատարկումից հետո եղավ հարձակում Գազայի վրա եւ այլն։ Էլի ամեն ինչ սկսվում է մեր կողմից։ Այսօր իմ հարազատ մարդը ինձ հարազատ մարդ գրել է Գերմանիայից, որ թուրքերն այնքան շատ ու ագրեսիվ են, սա արդեն վտանգավոր է, վախենալու ապրել։ Ես գիտեմ դրա մասին։ Շատերն են գրել ինձ մեջտապես, ու դա սոսկալի է։ Բայց հիմա մտածում եմ, բայց մի վայրկյան, չէ՞ որ դա գերմանացու երկիրն է, չէ՞ որ գերմանացին է թուրքին բերել իր տուն, չէ՞ որ գերմանացին է թուրքին զինում, չէ՞ որ գերմանացին է թուրքերի սև մոխրագույն գալերին, մոխրագույն չեմ ասում, գորշ գալերին թողում իր մոտ գոյությունը, չէ՞ որ դա հենց իրանց բաց թողումն է։ Այո, մեր ընկերները, մեր հայերն, մեր հայրենակիցները այնտեղ վախի մեջ են ապրում, բայց չէ՞ որ սա առաջի սարսափն է, առաջի վտանգն է հենց գերմանացիների նկատմամբ։ Տեսեք, մեր խնդիրն է չթվում է թե մեր ճիվաղ, բայց ոսենց մեծ բանով նայում ես, որ հասկանում ես, որ ցանկացած ճիվաղի հանդուրժելը բերում է մեծ վտանգների։ Հիմա այս նորընտիր կանցլերը ինչ կանի այս գորշ գայլերի եւ ընդհանրապես այս թուրքերի հետ կամ ընդհանրապես Եվրոպան ինչ կանի սրանց հետ, ես չգիտեմ, չեմ կարող ասել, բայց եթե մենք օրինակ պետություն ունենք, քաղաքականություն ունենք, ինքը շատ բաներով կարող է արգելել, կանխարգելել, ցույց տալով հենց իր պետության վրա այս օրինակների միկրո ազդեցությունները զգուշացնելով, փոխելով մեծ երկրներին։ Սրա համար գիտեք ինչ, աշխատանք էր պետք անել։ Նախ Հայաստանի կշիռը կբարձրանար, Հայաստանի դիվանագիտական հոտառության եւ հեռանկար հեռատես լինելու իմիջ կձևավորվեր, հա, կներ գործոն, բայց ինչ ունենք մենք արտաքին գործեր ասելով, դա ճիվաղ Արաբատ, որ ասում են դուք ձեր բեռներն էլ կարաք մեր ձեր բանը երկրով տանենք, մենք չենք էլ ստուգելու։ Կարաք զենք տեղափոխեք, կարաք, չգիտեմ, պայթուցիկ տեղափոխեք, պայթացնեք մեր երկրի մեջ, կարաք դուք զինված խմբեր տեղափոխեք դրանց մեջ, կանգնացնեք, իջնեն ու ավիրեն ամեն ինչ։ Դուք հասկանում եք մենք ինչ ունենք արդյունքում։ Բայց ինչ կարող էինք մենք ունենալ։ Մենք ինչ անձնական փորձ ունենք, անձնական ճիշտ չի ինչում երևի, երկիրը ինչ փորձ ունի, որը կարող է ուղղակի կիսվելով այդ պետությունների հետ մեզ կանխարգելել նման սոսկալի զարգացումները իրենց մոտ, կանխարգելել ուղղակի եւ դառնալ գործոն, բայց դա փոխարեն սոսկալի է։ Դոնալդ Թրամփին արդեն ուղղակի մեղադրում են շուկայի հետ խաղալու, այդ հայտարարություններով բորսայի մեջ այդ վայրի վերումներն իրականացնելով իր շրջապատի համար թողեր եւ կտրուկ միլիարդներ ապահովելու մեջ։ Ուղղակի մեղադրանք, որովհետեւ ինչ է, հայտարարում են սահմանելու այդ 30-40%-անոց բաները, տաքսերը եւ արդյունքում ամեն ինչ ընկել էր ներքև բիրժաներում իր
բոլոր ընկերները արդեն ներքևի կետում կանգնած ակցիաներն առնում են եւ մի անգամից հայտարարում են, որ 90 օր հետաձգում է եւ այդ ակցիաները մի անգամից թռնում են վերև։ Պարզ ասեց ամեն մեկ իր անգելը մի օրվա մեջ քանի 100 միլիոն դոլար են աշխատել։ Պարզը գրվեց։ Ժուլիկ ուրիշ ինչ սան ուրիշ բան չես կարող ասես։ Ու հայտարարությունը գիտեք ինչու՞մն է, որ դե հա ժուլիկ կարող լինի ամեն մարդ իր փոքրիկ տեղում եւ նրանից երկիրը բան չի կորցնի մոլորակը, բայց երբ որ նման մարդ ղեկավարում է մոլորակի ամենազդեցիկ երկիրը, դա ազդում է միանգամից ամբողջ մոլորակի վրա, ամբողջ։ Ու մերոնցից այս ամեն ինչ աջակցողներ կան։ Ես ուղղակի sense հանձնվում եմ։ Ես չգիտեմ ինչ ասեմ։ Բայց վերադառնում եմ Բերնար Շոուի բանին, ասացին, որ երբ որ նման բան ես տենում, որ քեզ պետք է ընկճի, որպեսզի չհայտնվես դեպրեսիայի մեջ, գործ է պետք անել։ Եվ մենք կգնանք առաջ։ Մենակ հենց դրա համար, որ չհայտնվենք այն վիճակի մեջ, ինչի մասին մեզ զգուշացնում են։ Եվ այսպես վերադառնանք Հայաստան։ Լսենք ընկերը չէ, լսեք ինչ ասում։ Ադրբեջան, Թուրքիա, Սկզբից լսենք։ ոտքի են ելել, Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, Իսրայել, արաբական ահաբեկիչներ, սա գլխավոր պատճառներ են մեր պարտության, կան նաև մարդկային գործով, մեր ղեկավարությունը սխալ տակտիկա բանացրեց Նիկոլի գլխավորությամբ, Շուշին գրավվեց 200 թուրքի կողմից։ Ժողովրդան կներեք, ես չեմ կարողանում հասկանալ ինչու է ասենց վատ գնում, բայց ինտերնետը կախում է մոտ։ Հուսով եմ կարողանում եք նայել։ Այլևս էլ մարդ չէր մնացել պաշտպանող։ Հարկավոր էր ռեզերվը մտցնել, բայց ռեզերվ չկար։ Ինչու չկար Երևանում։ Մենք ունենք ռազմական ինստիտուտ։ Քան որ շատ ականում, ես ուղղակի փոխանցեմ իր ասածը։ Բառացիորեն, այս ամեն ինչի մեջ մեղադրում է Փաշինյան Նիկոլին, այս պատերազմը տապալելու, սխալ հրամաններ տալու, ինք չի ասում, որ ինքն է կազմակերպել, ուղղակի ասում է ռազմական իմաստով ինչ սխալներ էր արվել, որ Շուշին չէին կարող 200 հոգով գրավել, բայց արդյունքում էս տենց են ներկայացնում, չիրականացվեց մոբիլիզացիայի այդ մարդկանց զենքը չօգտագործվեց, մարդիկ առանց հրամանատար էին մնացել, առանց զենքի, ուղղակի ամեն ինչի մեջ զուտ զինվորական տեսակետով մերկացնում է, թե ինչ հրեշա Փաշինյան Նիկոլը։ Հայաստանում մարդ չկա, որ դա մասին չիմանա։ Հիմա սա ասում են ոչ թե նրա համար, որ ասեն մենք մեզ բան անենք, մխիթարենք, որ բոլորս գիտենք, չէ, սա ես ասում եմ թուրքերի համար, որոնք ինձ դիտում են օրեկան։ Դեպս գիտեմ ինչքան են բաներով սուբտայտլներով նայում։ Փաշինյան Նիկոլը 0 հեղինակություն է։ 0։ Դուք կարող եք նկարել 7-8%, բայց ինքներդ լավ գիտեք, չէ՞, որ 7-8% անոց ղեկավարը չի կարող այն աստիճանի, այն մասշտաբների խնդիրներ լուծել Հայաստանում, ոնց որ դուք եք ուզում։ Թուրքեր։ Չի կարող։ Հայաստանի հետ խնդիր լուծելու դուք ոչ մի տարբերակ չունեք։ Մի հատ տարբերակ կա։ Հանձնվել։ Ես գիտեմ դա ձեր համար ցավոտ է հնչում, բայց ուրիշ տարբերակ չկա։ Կամ ամբողջ Հայաստանը պետք է ոչնչացվի, որով դուք այդ շանսը չունեք, հնարավորությունը չունեք, ուղղակի դա չեք կարող անել, կամ դուք պետք է հարմարվեք այդ մտքի հետ։ Հիմա երկու շանս կա։ Այս էլ երկու տարբերակ ունի։ Հարմարվելու պարագայում դուք ունեք զարգացման հնարավորություն, այս մյուս պարագայում, որ ամենաշատը դուք դրա մասին եք մտածում Հայաստանը ոչնչացնելու, դուք չեք ունենալու զարգացում։ Ինչպես չեք ունեցել այսքան ամբողջ տարիների ընթացքում։ Ադրբեջանի մասին չեմ խոսում, այնտեղ ընդհանրապես թեման փակված է։ Այդ երկիրը գոյություն չի ունենալու շատ շուտով։ Որովհետև ինքը որպես օրգանիզմ, ինքը ապրող օրգանիզմ չի, ինքը ուղղակի արհեստականորեն ստեղծված մի հատ միավոր է, որ ինքը մեռնող միավոր է։ Այնտեղ ոչ մի օրգան ինքը բնականորեն չի աշխատում, դա մեռնող օրգան է Ադրբեջանը։
Թուրքիան կարող է ապրի մենակ մի բանի շնորհիվ, երբ որ ինքը թոթափի այդ հանցանքի իր վրայից, խոստովանի ինչ ա եղել, վերադարձնի այն ինչ որ պետք է վերադարձնի ու մնա ինչ որ միջապետի վրա։ Այդ ժամանակ կարող է Հայաստանի կողքը լինի զարգացող եւ զարգացած Թուրքիա, բայց դա համար պետք է իհարկե դուք կառավարություն փոխեք, դա չի լինելու Էրդողանական կառավարություն, Էրդողանական կառավարությունը տանելի է մշտական պատերազմների, կոնֆլիկտների եւ աղքատացման, ինչ որ դուք հիմա վիճակում եք։ Նենց որ ես ինչի համար եմ ես ցույց տալիս ամիջով, հասկանաք, Հայաստանում մարդ չկա, որ չիմանա մանրամասները։ Ի վերջո չէ՞ որ պատերազմի մասնակիցները մեր մեջից են եղել։ Ոչ թե դրսից են եղել, անմոլորակային չեն եղել։ Ուզում լսեք նաև այս կնոջը։ Շարժորի բարե, որ Արամ Սարգսյանն իր վարկանիշի հաշվին Աբիջանին քաղաքապետարացրեց։ Ես ընդհանրապես թքած ունեմ իրանց բոլորի վրա։ ԹՊ-ական կուզի լինի նարկոշավինյան, ով ուզում է լինի, նույնը Արամ Սարգսյան, ով է այդ ղզիկը, այդքան բան, շատ կանգնեմ, շատ բան խոսամ, Շատ կանգնեմ, շատ բան խոսամ, իսկ վերջում միջև ես կամ փոփեմ թեման, ես ուզում եմ հիշեցնեմ նաև դժդերի խոսքերը, այո պետք է մեռնի կերծիկը, որ ապրի Հայաստանը, հիմա սկսեմ նանից ինչ որ վերադառնանան ինչից որ ես սկսել էի, կարծիք, դիմադրություն, քաղաքական դաշտ, հնարավոր հակառակորդներ, գուցե նաև թշնամիներ, գիտեք, միշտ թշնամին ինչից է օգտվել, առ այսօր օգտվում է, դա թշնամու ամենահարմար գործիքը դա տգիտությունն է, ընդհանրապես, բոլոր կառավարիչները վատ իմաստով հենվել են եւ հիմնվել են տգետ մասայի վրա, որի մեջ բացակայում է ամենակարևորը։ Տգիտությունը դա կրթության բան չի, ասենք համալսարան ավարտել կամ չավարտելը չի տգիտությունը։ Տգիտությունը իմ սահմանումով դա սև ու սպիտակի մեջ գույներ տեսնելու ունակությունն է։ Ամենաառաջինը դա վարժ կարդալը չի, դա օտար լեզուներ իմանալը չի մենակա, դա այնքան մարդ բաց լինի իր տեսադաշտով, իր անկալ ունակության, որ կարողանա սևի եւ սպիտակի մեջ տեսնի նաեւ երանգներ, հա, այսինքն երբ որ դու ուղիղ ատում ես Սերժին, որտեվ ինքը սև է, բայց միակ կոնտրությունը Նիկոլն է, որտեվ քեզ թվում է ինքը սպիտակ է, նշանակում է քո մեջ ամենակարևորն է բացակայում, ճանաչողի հայացքը, բայց ես ոնց եմ սիրում ես այդ խոսքը, ճանաչողի հայացք, Նիցշեն է ֆենոմենալ է սահմանում, ասում է, եթե դու աստղերին նայում ես ինչ-որ մի բան, որոնք քեզանից վերև են, քո մեջ բացակայում է ճանաչողի հայացքը, հիմա այս ճանաչողի հայացքն է, որ մեր սենց բացակայության, համատարած հիմնականում բացակայության արդյունքում մեր մոտ բերում են, խաղացնում են սևի եւ սպիտակի մեջտեղ, կամ դու սև ես, կամ դու սպիտակ ես, այսինքն եթե դու սևը չես սպիտակն ես, ուրեմն այդ սպիտակը ճերմակ սպիտակը ինքը չի կարող, բնությունից չի կարող, էլ ասենք, հանկարծ քո ուզած սպիտակը չլինի, որովհետև դրա այլընտրանքը միանգամից ցույց են տալի այն սևն է, եւ այսպես մեզ 7 տարի այս խաղի մեջ կոտորեցին, ու ամենավատը գիտեք որն է, որ շարունակում են կոտորել, եւ մարդիկ ուղղակի տարված այս խաղի մեջ, սևի եւ սպիտակի մեջ, իրանք դառնում են գործիք, գիտեք, երկրորդ սարսափելի բանը որն է, որ չեն ուզում հրաժարվել են դերից, իրանք ուզում են լինել միշտ սևի եւ սպիտակի մեջ, գիտեք ինչի, նաեւ հոգեբանորեն, որովհետեւ այդ ընտրություն չկա, իրան մտածել պետք չի, ինքը գիտի, որ սևը չի ուզում վերջ, սպիտակն է ինքը գնաց իր գործին, բայց սպիտակը սև է, թե սպիտակը իրականում, իրան դա հետաքրքիր չի, որովհետեւ ամենակարևորը, այս մարդը ձերբազատվեց մտածելու, սեփական անալիզները անելու, եզրակացությունների գալու, բարդ գործից եւ ինքը դրանից ոգևորված կատի եւ կխարանի ամեն ինչ, ով հանկարծ փորձի իրան համոզել եւ փորձել ցույց տալ, որ քո նկարագրած սպիտակը դա սպիտակ չի, եղբայր, եւ ամեն ինչ չի կյանքում այդ սև ու սպիտակի մեջ։ Ես ինչ եմ թողել այս ամեն ինչը բան անել, վերջում, որովհետեւ գիտեմ ես
թեման բոլորին չի, որ հետաքրքիր է լինելու։ Մարդիկ մեծամասամբ փնտրում են կարճ լուծումներ, իրենց կարճ լուծումները, այդ շորտքաթները, կարճ, արագ լուծումները հենց այդ սև ու սպիտակի մեջ են։ Գիտեք ինչի նորից եմ ասում, ինքը չի ուզում իր ներություն տա, ինքը դառնա հարց լուծող, ինքը փնտրում է միա սպիտակի, որ սպիտակը իր հարցերը լուծելու է։ Հիշենք, մեր հիշենք Նիկոլ Փաշինյանի հետ ինչ եղավ։ Չէ՞ որ ընդամենը 7 տարի առաջ էր, ուղիղ 7 տարի առաջ, ասեցին վերջնի սևա դու սպիտակ ես, մենք ամեն ինչը տալիս ենք ձեզ, արա ինչ ուզում ես։ Այնն արեց ինչ ուզում է։ Արեց ինչ ուզում է, ես պետք է ասեմ մի բան, այն որ մեկ-մեկ ասում է Նիկոլ Փաշինյանը մեզ խաբեց, Նիկոլ Փաշինյանը մեզ չի խաբել։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ ասել է, որ դուք չեք լսել, չի նշանակում ինքը չի ասել, այսօր էլ ասում։ Այսօր էլ ասում է Նիկոլ Փաշինյանը, եւ ընդհանրապես ամեն ինչ կա եթերում, եթե մարդ ուզում է լսի, ոչ մի բան գաղտնիք չի, ամեն ինչ կա եթերում, լսել է պետք։ Եվ այսօրվա կյանքում հնարավոր չի խափնվել։ Եթե մարդը չի ուզում ինքը խափնվի, հնարավոր չի խափնվել։ Որովհետև ես անդադ գրում եմ, ես ինչ որ բան եմ ստացել, պատասխան եմ ստացել, ես պետք է պատասխանեմ դրան, թե չէ։ Ոչ։ Ես ոչ մեկին ոչ մի պատասխանելու բան չունեմ, որովհետև ոչ մեկ թեմա չի իմ համար, որ ես իրեն պատասխանեմ։ Ոչ թե մեծական պուճուրը արժանի է, անարժանի չի, չէ, երբ որ դու վերցնում ես, անձնավորում ես խնդիրը, դու ուղղակի մարդուն էլի թեթևացնում ես մարդու գործը, ինքն ասում է, հա, լավ, օքեյ, սա մասին էր։ Կոնկրետ ես հասկացա, վերջ, ինձ մտածելու բան չի, պետք չի, ընդ ես արդեն համոզված եմ, որ ինքը սպիտակ է, վերջ, ես գնացի քնելու, ես մտածելու բան չունեմ։ Ոչ։ Ոչ, սա ինչ որ ես ասում եմ, սա երևույթ է, որ տեղ ունի մեր քաղաքական կյանքում։ Մենք հիմա մտել ենք մի հատ փուլ, որ մեզ բերելու են տարբեր գույնի, տարբեր ծաղրածուի շորերով, տարբեր սեռերի, այնքան խաղալիքներ են լցնելու, այնքան խաղալիքներ, բայց սա մեջ լավ բաներ կա նաև։ Այդ բոլոր խաղալիքներն լինելու են արդեն օգտագործված, նոր ոչինչ չկա։ Եվ ով ուզում է իրականում իմանա, այդ ինֆորմացիան կա եւ ոչ մեկ չի կարող ասել, որ իրան խաբել են։ Տեսակ, սա լավ կողմն է, այսինքն այսօրվանից հետո, եթե մեկը իրան ասի, որ իրան խաբել են, նշանակում է ինքն է ուզեցել, որ իրեն խաբեն, որովհետեւ իրականում ոչ մեկին հնարավոր չի խաբել, եթե ինքը դա չի ուզում, ինքը դա թույլ չի տալիս։ Դա ինֆորմացիան կա։ Եթե մարդ ներություն չի ուզում տա մի քիչ ինքն իր վրա աշխատի եւ փսկիչները մանգալի, մենակ այդ մոլուսկով, այնքան որ ատում է Նիկոլին, իրան արագ կարճ լուծումով պահի տակ փսկիչա պետք եւ ինքը պատրաստ է ցանկացածի, ասես փեշերից կախվի ու ատի մնացածը, որ իրան Նիկոլը փրկի, մենք հայտնվելու ենք նորից նույն Նիկոլի ձեռքում։ Նորից նույն, որովհետեւ չի լինում ատելության շուրջ համախմբում եւ լավ արդյունք։ Եվ այնի ում է փեշերից դու կախվել ես ատելությունից դրդված։ Դու չունես ուղղակի ճանաչողի հայացք, որ դու տեսնես ում փեշերից ես կախվելու։ Այն մարդը, որ փնտրում է փրկիչ, ինքը դատապարտված է միշտ տրուկ մնալու։ Չկա փրկիչ, եթե դու չես քո փրկիչը, եթե դու չես ստեղծում քո քաղաքական միջավայրը, եթե դու չես կերտում քո առաջնորդին, ոչ թե առաջնորդին, որ հետևից գնաս, ոչ, այն քաղաքական միտքն ու կերպարին, որը քո ունեցած ինստիտուցիոնալ, գաղափարական, էսթետիկական, այս ամբողջ համախառն ճաշակի մեջ ընդունելի է եւ այդ չափանիշների մեջ ինքը ճիշտ է։ Ճիշտ, որովհետեւ քաղաքականությունը ունի իր ստանդարտները։ Լավ տղեն քաղաքականություն չի, երաժիշտներս լավ են ասում այդ, որ լավ տղեն մասնագիտություն չի, նստել ես նվագի արա։ Որ հետո 7 տարի հետո չասես մենք տգետ ենք։ Մենք մեղավոր չենք, որ դուք տգետ եք, եւ ամեն մի տգետին չի կարելի տալ իշխանություն։ Ով չգիտե Նիկոլ Փաշինյանը տգետ է ի սկզբանե, եւ իր ամբողջ նշանակած կազմն է ի սկզբանե տգետ, առաջ աշխատանքային փորձ, առանց քաղաքական հետագծի, առանց գաղափարի ընդհանրապես ինչա ասվում, ինչա պետք։ Ինչա պետք, ես այսօր մի բան բաց թողել, ես ուզում եմ անպայման վերադառնամ դրան։ Հունգարիայի ուղղակի բանի համար էլի։ Հունգարիայի օպոզիցիոն լիդերը ասում է, եթե ես ընտրվեմ, վերականգնելու եմ արևմուտքի հետ այն կապերը, որը խզեց Օրբանը։ Քաղաքականա, քաղաքականա։
Ինձ համար հասկանալի է։ Արդեն ուրիշ հարց ինքը կարանի դե չի կարանի, ինքը ունի հարմար թիմ թե չունի, ինքը մարդկային որակներով է անողա թե խափողա։ Սրանք լրիվ ուրիշ բան է, բայց սկիզբ կա քաղաքական։ Հա, արդեն տես նոր դու բերում ես դա, դնում ես քո իմացության, ինտելեկտի, արժեքների շրջանակներում դնում ես ինքը ատեղա, թե ինքը կարող է խափի։ Կարող է ինքը տեղ չի կողքի թիմն է ատեղ։ Բայց երբ որ դա չկա, մենք ինչ ենք ընտրում։ Նիկոլին հակառակ, մենք պետք է ապրենք Նիկոլին հակառակ։ Ես կյանքում իմ թշնամիներին հակառակ չեմ ապրել, ես ապրել եմ իմ համար։ Ես կյանքում իմ թշնամիների հակառակորդների չեմ մրցակցել եմ միայն ինքս իմ հետ։ Դա որտեղ ամենակարճ ճանապարհն է, երբ որ դու գնում ես ուրիշի հետևից մրցակցության, գնալ կործանման։ Դու կյանքում քո ճանապարհը չես գտնի, կյանքում քո ինչ ասեմ, արժեքը չես բարձրացնի, ամենակարևորը։ Դու չես սովորի, որովհետև քո նպատակը սովորել զարգացնել չէ, դու ընկել ես մրցակցության ներերից, իսկ մրցակցությունը այնքան հարթություններ ունի, եւ այդ մրցակցության մեջ այնքան ոչ պիտանի գործիքներ են օգտագործում եւ ընդունելի։ Երբ դու դա ընդունում ես, դու դառնում ես նույնքան անպիտան։ Նույնքան անպիտան ես դառնում։ Հիմա նորից վերադառնամ նրանց, ովքեր փրկիչներ են ման գալի, դատապարտված են մնալ հատուկ անընդհատ ստրուկի կարգավիճակով։ Որտեղ փրկիչ փնտրողը իր վրայից շպրտում է պատասխանատվությունը, սա հոգեբանական բացատրություն ունի։ Մարդ կարող է խումբ ման գա, իդեա բանանի, փնտրի, որ այո պետքա խումբ ստեղծել, իդեա գեներացնել, ընտրել ես միջավայր, ընտրել այդ մարդկանց, այդ, չգիտեմ, միությունը, որը կարող է պրոդուկտ տա, որտեղ այդ ֆորմատը արդեն ենթադրում է աշխատանք, ենթադրում է օգնություն, ենթադրում է ծրագիր եւ այլն եւ այլն։ Իսկ ով փրկիչ է ման գալիս, ինքը ենթագիտակցորեն բացահայտում է մի բան։ Իրան ընդամենը կարճ լուծում է պետք։ Կարճ։ Ինքը ասեց, սենց վերջ, ինքը անելու է ինքը գնա տուն։ Իր երազածը ասելու, հա, ես այս հարցը լուծում եմ, վերջ ինքը անելիք չունի։ Գնա տուն։ Իմ համար նման քաղաքական պայքար գոյություն չունի։ Որտեվ գիտեք ինչի, 30 տարի դա ենք անում։ 30 տարի փրկիչ ենք ման գալիս։ Դաշ չէ ես մեր համար։ Իսկ թվում է հասկացող մարդու համար էսի դասեր։ Բա ուրա 30 տարի ինչի չեղան այդ փրկիչները։ Ինչքան պետքա գնանք նույն ճանապարհով, որ մենք հասկանանք, որ ատելության վրա հիմնված ընտրությունը փրկիչի մոլուցքը բերում է նույն արդյունքին միշտ։ Ես նույնպես եմ ասում, հատուկ թողեցի հաղորդման վերջում այս թեմա խոսալու համար, որ լսեն ուղղակի այն մարդիկ, որոնք ուղղակի ուզում են ինչ ասեն, իրենց համար սա մտահոգիչ թեմա է, ու սա քննարկման թեմա է, սա բան չի, աքսիոմա չի, բանաձև չի, բայց չէ որ մենք ունենք փորձ, որը մեզ թույլ է տալիս առնվազն չանել նույն սխալները, իսկ երբ որ դու տեսնում ես, որ մի հոտ զանգված հաց ունի անցած փորձի վրա եւ ուզում է գնա նույն ծեծած ճանապարհով, ես այն միամիտը չեմ, որ իմ մարմնով կանգնեմ այդ հեղեղի առաջ։ Ոչ թե նրանց որ ես վախենում եմ, չէ, ուղղակի ես գիտեմ դրա անօգտակարությունը։ Հեղեղի առաջ ես կարող եմ կանգնել, ես ձուկ եմ բնությամբ, ես հոսանքին հակառակ լողացող եմ, որովհետև միայն սատկած ձկներն են հոսանքի ուղղությամբ գնում։ Ասում եք, հոսանքի ուղղությամբ լողալ ուրիշ բան է, հոսանքի դեմը կանգնելը դա ինքնասպանություն է։ Դա ասում երբ որ տենում եմ հեղեղը կրկին ընկած իր փրկիչն է փնտրում ու թքած ունենա բոլոր բանական բաների մտքերի եզրակացությունների վրա, դու հասկանում ես բան։ Որպեսզի չգնանք այն առաջի նախադասության վրա, դեպրեսիայի, ես անելու եմ իմ գործը, ում կօգնի։ Առնվազն գոնե կստեղծեն հարթակը մարդկանց մտավորականների, ինտելեկտուալների շերտը, որոնք ասի լսի, բայց բանը նույն բանն արել են 30 տարի։ Երթել են կարել, միտինգել են կարել 50-60 հազարանոց։ Հա, բան չի, բա ի՞նչն է պատճառը, որ ոչ մի բան չի փոխվել։ Ինչ է։ Գուցե անողները են չէին, գուցե ճանապարհը դա չի, հա։ Գուցե մենք մոլորված ենք, որովհետև առ այսօր մտածում ենք, որ հոգևորականն է մեզ փրկելու, կամ ասենք այդ հոգևորականը չի լավ միացում, սուպերմենն է գա մեզ փրկելու։
Ոչ մեկ մեզ չի փրկելու։ Գիտեք ինչի, որտեղ մենք մեր փրկությունը կապում ենք ամեն ինչի հետ բացի մեզանից։ Մեր համար ամեն ինչ ընդունելի է, բացի մեր անձնական նախաձեռնությունը մեր փրկության համար։ Դա նշանակում է մի բան, մենք արդեն տապալված ենք, մենք արդեն պարտված ենք։ Այն մարդը, որ իր փրկությունը իր գործողությունների մեջ չի տեսնում եւ պայմանավորվում է ինչ-որ մի փրկիչի հետ, չէ, ժողովուրդ ջան, Աստված իրանց հետ, ես ոչ մի բան չեմ ուզում ասեմ, ոչ էլ ուզում եմ ասեմ, գնացեք տապալվեք, որ հասկանաք, որ դա սխալ է, ես ուղղակի մատնացույց եմ անում, ասում հարազատներ ջան, նա հետ նայեք էլի, 30 տարի նույնն ենք անում։ Նա հետ նայեք էլի, 30 տարի տեսեք ում եք ընտրել, տեսեք ինչ եք ընտրել։ Եվ մասսայական ես ենթագիտակցության մեջ, իսկ գիտեք չէ, մասսաների մեջ եւ դու հոսքի մեջ ես ընդեր գիտակցություն չի աշխատում։ Բացարձակապես դու չես կարող կանգնել եւ այնպես փորձս խելոք էլ ասես մասսանս տարոլի կանցնի։ Երկու տարբերակ ունես, կամ չես մասնակցում դրան, կամ փորձում ես քոնը ստեղծել։ Ես փորձում եմ իմը ստեղծել։ Ստեղծել այն ինչ որ անհրաժեշտ եմ տեսնում։ Այսինքն մարդկանց մի խումբ շերտ ոնց ուզում եք ասեք, որով փրկությունը պայմանավորվում է բացառապես սեփական զարգացման եւ սեփական փրկության նախաձեռնության հետ։ Եվ բերանը բաց չի ման գալի, ով է գալու, այսօր ինձ փրկի։ Չի լինում այդպես, ով եկել է, ուղարկել է մեկի հրամանով, մեկի ուսուցումներով, չկա այդ փրկիչը։ Մենք դասական իմաստով այդ չենք ունեցել, չենք ունենալու, որովհետև աշխարհի ոչ միտեղ այդ փրկիչը չի եղել։ Չի եղել։ Ուղղակի որովհետև դա հնարավոր չի, դա չի լինում։ Լենինն էր փրկիչ, տեսակ չէ ինչ արեց։ Ով էր փրկիչը։ Որ իրականում չեն լինում այդպես փրկիչներ։ Լինում են առաջնորդներ, բայց նորից այդ առաջնորդները ծնվում են շարժման մեջ եւ կոնկրետ ինչ-որ նպատակով։ Ճիվաղին հակառակ ապրելը դա նպատակ չի։ Ես ի սկզբանե ասացի, ցանկացած ատելություն ճիվաղի նկատմամբ դա դեռ իմ համախոհ չի։ Ես ինչ իմանամ, ինքը ինչի համար է իրան ատում։ Ատում է նրան համար։ Ճիվաղին ատում են բոլորը իր աշխատողներից սկսած։ Համատարած բոլորն են ատում ճիվաղին։ Իր աշխատողներից սկսած, մեկը շատ է ստանում, մեկը քիչ է ստանում, մեկը ավելի շատ կոռուպցիոն հնարավորություններ ունի, մեկը չունի, մեկին ժպտաց, մեկին չժպտաց, մյուսի բարեկամի գործի նշանակեց, մեկին չնշանակեց, իջնենք ավելի ներքև։ Հա, մեկն ինքն է ուզում ընդեր նստած լինել, یا փոխարեն է ուրիշն է նստած։ Մեկը ասում է, այս իմ կուսակցությունը, որ ես կլինեի այդ բանը հանցագործ խմբի մեջ թալանողներ, բայց ինքը չի։ Այնքան տարբեր պատճառներ կարող լինեն ատելության Նիկոլի նկատմամբ, որ ոչ մեկը իմ հետ չի ասոցացվում ընդհանրապես իմ ծրագրերի հետ։ Հա։ Մեկը կարող ատում է Նիկոլին, որովհետև ուղղակի չի կարողանում թուրքերի հետ բարեկամանալ։ Մեկը ատում է, որովհետև չի կարողանում ռուսների հետ բարեկամանալ։ Ոչ միտեղ ես ընդեղ չեմ տեղավորում։ Որովհետև այդ բոլորի մեջով մենք անցել ենք ու տեսել ենք, որ ընդեղ այդ բոլորը տանում է դեպի կործանում։ Խնդիրը տեղ չի։ Դա մայր ասում եմ։ Ես հատուկ է սա թողել վերջում, որովհետև մեզ պետք է նախ քաղաքական հասունացում, գիտակցական հասունացում, հասկանալ, ինքն է փրկողը։ Հա, իսկ դա անցումային շրջան է ուզում։ Երբ որ այդ անցումային շրջանում, քաղաքական հասունացման անցումային շրջան, դու ստեղծում ես հենց քոնը։ Ստեղծում ես հենց քոնը։ Հա, ստեղծում ես այն վստահություն ունեցող մարդկանց այն խումբը, ստիպում ես, որ նա աշխատի։ Ասում ես, ես քեզ դիազորում եմ աշխատի, որտեղ ով եկել է ինքնահարճակ, դա չի եկել քո համար։ Իսկ դու քոնինն ես տանում։ Ոնց ես դու կարող ես ընդանել։ Փորձես իմանալ, ես քեզ դիազորում եմ։ Դիազորում եմ, արա մի բան։ Իսկ որովհետև, գիտեք, լուրջ պատկեր բարոյական մարդիկ իրաց չեն ճաղում, շորը ճաղում միկրոֆոնին հասնեն կամ չգիտեմ։ Դրանք ես գործով եմ զբաղված։ Դա ուրիշ խավ է։ Այ իրանց է պետք, իրանց է պետք գտնել հնարավորություն տալ, բերել դաշտ, ասել, եղբայր, առաջարկ արա։ Ես քեզ այդ իրավունքը տալիս եմ։ Ես սենց եմ պատկերացնում։ Ես իհարկե տեսեք կարծիք ասեցի, հիմա ես գիտեմ, որ այս կարծիքի նկատմամբ լիքը հակառակորդներ են լինելու, բայց կյանքն է այդպես։ Դու թշնամի ունես այն պահից, երբ որ դու ունես կարծիք։ Ես դա մասին երբեք չեմ մտածել, բայց չեմ խուսափել, որովհետև ես ունեմ ավելի բարձր նպատակ։ Իմ ազգի, իմ պետության, իմ տեսակի փրկությունն է։
Եթե դրա համար պետք է նաև թշնամիներին ունենամ, բայց իհարկե պետք է ունենամ։ Բայց թշնամիներն ամեն ինչ ալեն են, որ ես դա չունենամ։ Ո՞նց ես կարող եմ չունենալ թշնամի։ Նույնիսկ եթե թշնամին ներսից է։ Դա նորմալ է։ Ասկի նորմալ չի, բայց կարա լինի։ Եվ թքած դրա վրա։ Ավելի մեծ նպատակներ կան արդյունքում։ Սա է ասելիքս։ Սա է ասելիքս, որ մենք բան անենք, էլի, կարճ լուծումների հետևից չվազենք, որովհետև այդ կարճ լուծումները մեզ միշտ բերել են նույն արդյունքների։ Մեզ ավելի հիմնավոր, ավելի մտածված, ավելի խորը լուծումներ են պետք։ Իսկ դե կա դա թե չկա, եթե չկա, պետք է ստեղծենք։ Իսկ ով ասեց, որ պետք է պատրաստ լիներ, պետք է ստեղծել։ Ստեղծենք, մենք իրար պետք է ստեղծենք։ Այո, դժվար է լինելու, բայց ով ասեց, որ պետք է հեշտ լինել, ով ասեց, որ պետություն 0-ից մինուսից ստեղծելը հեշտ գործ է լինելու։ Չէ։ Ուղղակի ով համառություն ունի միջև վերջ գնալու, կարող է ինչ-որ մի բան անել, կարող է, պարտադիր չի, կարող է, բայց առանց համառության, առանց դիմադրության եւ կոնկրետ հավատամքի հնարավոր չի։ Կարճատև լուծումների ես կարճ ասես միանգամվա օգտագործման չեմ հավատում եւ ես ինձ այնտեղ չեմ տեսնում։ Սա է ուզում ասել այսօր, լավ մնացեք։